Ախալքալակի ապակայի տան Ոսկե ծիրան կինոդահլիճում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ բանաստեղծ, ազգագրագետ, լրագրող, մանկավար, հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան Մկրտիչ Քթոյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էր Ախալքալակի գավառագիտական թանգարանի գիտ էքսկուրսավարուհի տիկին Իզաբելլա Ղազարյանը։ Сегодня мы отмечаем большую дату, хорошую дату, 95-летия господина Мկրտիչа Քթոյана. Նշենք, որ միջոցառումը կազմակերպված էր շատ հետաքրքիր ու բովանդակալից։ Ջերմ ու անկեղծ կատարումներով հանդես եկան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 3 մանկապարտեզի սաները, թիվ 2 ռուսական հանրային դպրոցի, Մկրտիչ Քթոյանի դուստր դասղեկ Կարինե Քթոյանի սաները, Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 և Իլյա Ջավջավաձեի անվան թիվ 3 դպրոցների աշակերտները, ինչպես նաև Մշակույթի տան Ջավախ և Մուրջի պարային համույթները, Աշուղական դպրոցի սաները։ Որ մնում է դարեդար, երկնեք նրանով իր գործով կապրի անվերջ անդադար։ Եզավիլ եկեն ճավակ աշխարի, տակատի ճարմով, պատիկ սերի, ձերկյանքը նաշ է բոլորի ավակ, ձերկյանքը պայք է ճավակի ավակ։ Իմ կարոտակ սերդի համար, ոչ մի ուրիշ հետքդ չկա, Желаем счастья и здоровья, желаем мира и любви. И 90 лет сегодня ты поздравления принеси. Მე მოგესალმებით და უერთდებით ამ ბედნიერ დღეს ქართული საზოგადოების სახელით. აქედან გამომდინარე ჩვენი მონაწილეები ძირითადად არიან ქართველები, თუმცა არიან მუსიკოსიკოს სკოლის მოსწავლეები და ასევე გარკვეული რაოდენობა ბავშვებისა არის ქართული საჯარო სკოლიდან. Მაგას არსებით მნიშვნელობა არ აქვს ჩვენ ქართულ გულისხმოს ვუერთებთ ამ საერთო სიხარულს და ვილოცავთ ჩვენს ბაბუს და ვადების დღეს. დიდხე სიცოცხლე მალოთ. შენ სომეხის და მე ქართველი. მაგრამ ძმები ვართ ერთმანეთისა. ორივე შვილი, ერთი მიტატყვის, ერთი მიტატყვისში და ერთი თიხა. კავკაზმა დიდმა და ქედმა გაადია და შენი ბუშა. დამმიდამ ყვავილოვანმა აგიფერა და საამოდ ნება. ფერად-ფერადში ნებათა ღელვა შენს ნაწერებში ვხვად ჩავხსოვე და უხდავება საშვილიშვილო შენ სიძულზე და მოიმუშე ქართველი ხალხის გრძნობას და სურვილს. მე შევუერთე არცოქ უმეტეს და თავყანს აქცე დიდო მოღვაწე როგორც უმცროსი თავის უმცროს ძმას. Մենուհիանուն հոբելյանը ձեր նշում. Տոն է այսօր ձեզ
Սիրելի հոբելյար, քեզ համար մաղթանք բարի ու ապրես 100 տարի։ Մտերիմները բոլոր հիանում են քեզանով ու խմում են կենացդ մեծ հարգանքով։ Թող որ կյանքի տորերը միշտ լինեն այսօրվա պես ու միշտ ճպտան աչքերդ, երբեք վատոր չտեսնեն։ Ասում ենք ձեր շնորհավոր, լինի ծնունդդ բարի, լինես դու միշտ բախտավոր ու ապրես 100 տարի։ Մտերտիչ Քթոյան, աշխարհի ամենասիրուն սարը, ամեն առավոտ պատուհանից նայում, մեր անզուգական ապուրն եմ տեսնում, որ իր կախարդիչ վեհությամբ հառնում, մեր ողջ ավախն է խորդը նշում, բազում երկրներ են եղել, տեսել եմ սարեր շատ, Էլբրուս, Կասպեկ, Արագած, Ալպեր, Պամիր ու Արարատ, բայց ապոլից պես սիրուն սար աշխարհի վրա, արևս վկա, ոչ մի տեղ չկա։
Մկրտիչ Վահրադի Քթոյանը ծնվել է 1925 թվականին Ախալքալաքի Գավառի Մարդունի գյուղում։ 1942 թվականին ավարտել է Ախալքալաքի հայկական միջնակարգ դպրոցը, որից հետո աշխատել է շրջանային ռադիոկոմիտեի նախագահ։ 1943 թվականին զորակոչվել է բանակ։ 1944 թվականից սկսած մինչև 1966 թվականները աշխատել է մեր շրջանի տարբեր դպրոցներում և ուսումնական կրթօջախներում։ 1966 թվականին տնօրինել է Ախալքալաքի գավառագիտական թանգարանը, իսկ 1976 թվականին եղել է Ջոբարեթի պիոներական ճամբարի պետը։ 1991 թվականին անցել է կենսաթոշակի և դարձյալ 15 տարի ուսուցչություն անելուց հետո անցել վաստակած հանգստի։ Մկրտիչ Քթոյանը 16 գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների գլուխգործոց է համարվում «Ջավախք անցյալի էջեր» գիրքը, որը լույս է տեսել 2014 թվականին։ Հեղինակի հաջորդ գիրքը լույս է տեսել բոլորովին վերջերս «Պատմվածքներ և վիպակներ» անվամբ։ Сегодняшнее мероприятие было посвящено 90-летию господина Катуэна. Правда, день рождения его уже прошел, но мы подготовили сегодня, мы хотели доставить ему радость. И вообще, это человек, который говорил, что я хочу, чтобы все наши джавахетцы знали историю Джавахети. Я поддерживаю эту его мечту и это его желание. Я приветствую и очень его уважаю. Мне нравятся его книги, мне нравятся его высказывания. И я хочу сказать, Шат Таринер Абрек, Амер Хавитян. Խոսքի մեծ վարպետ, պարոն Քթոյան։ Մկրտիչ Քթոյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառմանը ջերմ խոսքեր ասացին խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, մարզամշակութային бажնի պետ Վալերի Ստելմաշովը։ Я, во-первых, хочу обратиться к вам, сказать вам большое спасибо, вам и администрации Дома будущего, за то, что вы всегда так организуете такие прекрасные мероприятия, создаете такую атмосферу праздничную. И такие видные люди, знаменитые люди, как Катуян Мкртич, они всегда, после ваших мероприятий, всегда они остаются в Станаю, рядом с нами. Аркажан Парук Катуян. Իվ մունիցիպալիտետի ղեկավարի անունից ուզում եմ սրտան շնորհավորել ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Իրոք դուք ապրել եք մեծ կյանք, յուրաքանչյուր ձեր օրը, յուրաքանչյուր ձեր քայլը միշտ ուղղված է եղել իօգուտ մեր շրջանի, մեր ժողովրդի, հենց դրա համար դուք մեծ հեղինակություն եք այսօր վարում մեր հասարակությանը մեջ։ Չեմ կարող չնշել այն բանը, որ դուք միշտ եղել եք կակ և կմնակը մեր երիտասարդների համար կողքի կանգնած լավ ընկեր։ Ուզում եմ հիշել այն օրերը, երբ ես աշխատում էի Կոմետ միության ոլորտում, դուք միշտ եղել եք կանգնած մեր կողքը, այդ ժամանակը դուք միշտ մեզ խորհուրդ եք տալիս, ճիշտ ճամփա եք մեզ ցույց տալիս երիտասարդներին բոլորին։ Ինձ համար ձեզանից ուզում եմ շնորհակալություն ես հայտնածել, ուզում եմ մաղթել ձեզ երկար կյանք, առողջություն ու միշտ այս ձևի ցիկլը։ Եթե ես իմանամ, որ դուք այս ձևի 90-ամյակները պիտի սենսելի բացը մագատակի պիտի կատարեք, ես մեծ հաջողով մինչև 90 տարեկան կապրեմ, էլի ես երևի այն մեր խոսքը, ընդհանրապես նման միջոցառումների ժամանակ վերջում միջոցը մի բան պետք է ոնց ասած խորհրդանշի նման մի բան պետք է անպայման պիտի մենք նվիրած ելնենք։ Երևի այդ խոսքը մենք թույլ տանք, որ մեր վարչապետը պարոն Աղասարյանը ինքը թողա ասել, я прошу тебя, Эдди, и сам это остальное скажи. Спасибо, Самвел Георгиевич. В первую очередь, большое спасибо всем организаторам за этот прекрасный вечер. Агатович Варламович, от всей души поздравляем вас с 90-летним юбилеем. Садитесь, пожалуйста. Мне неудобно, когда вы стоите, садитесь. Я хочу пожелать вам здоровья в первую очередь, потому что все остальное практически у вас есть. У вас есть хорошие дети, у вас есть хорошие внуки. Это благодаря вам все это. И чтобы вы были здоровы, и ваше столетие
вот таким большим коллективом, самими прекрасными людьми, мы смогли бы обязательно справиться. Чтобы вы были бы в такой же красивой, хорошей форме, какой вы сегодня есть. Будьте здоровы и огромное спасибо вам. И от имени депутата парламента Самвела Петровича, от моего имени, вот этот маленький подарок, который мы хотели бы вам вручить. И вам еще большое спасибо за то, что вы сделали для Словакии и продолжаете делать. Потому что благодаря вам мы равняемся на вас, на вашем веку выросло огромное поколение людей, и вы до сих пор остаетесь для нас учителем, предводителем, который будет нас учить многому хорошему. Дай Бог вам здоровья. Уважаемые друзья, тут Давид, Анвар, Бела Дмитриевна, բոլոր վարկվադերից, ճիշտ կլինի, եթե մեկը, այսինքն լուծված է ղեկավարությունը վարկվադերել նրան։ Եվ մի քիչ օգիցիալ ձևով ավելի բաներ։ Ես ուրեմն հələ հանդեսնագնալն է, հետո ենք ավելացնենք։ Ծառայել հարազատ ժողովրդին, հայրենի ջավախքին, դա կյանքի նկատմամբ ամենախոր ըմբռնումի նշանաբանն է Մկրտիչ Քթոյանի կարծիքով։ Ջավախ Լեռնաշխարհի հարազատ եւ նվիրյալ զավակ Մկրտիչ Քթոյանը իրեն շոյված է զգում միջոցառման կազմակերպիչներից, բոլոր ներկաներից եւ մասնակիցներից։ Այսօր իմ կյանքում նշանակալից օր է։ Նշվում է իմ 90-ամյակը։ Ես անչափ շնորհակալ եմ, որ մեր ջավախցիները հարկելով ինձ, գնահատելով մի աշխատությունները, այսօր եկել էին հանդիպելու ինձ հետ։ Ես բոլորից խոր և խորը շնորհակալ եմ։ Ես հասկացա, որ երբ մարդ ծառայում է իր ժողովրդին, այդ ժողովուրդը անպայման կգնահատի նրան։ Այսօրվա օր ինձ համար մեծ տոնակատարության նման բան էր։ Ես երբ այսքան մարդիկ կկային ինձ շնորհավորելու, նշելու իմ 90-ամյակը։ Հատկապես դպրոցականները, ուսուցիչները, ես մեր բոլոր դպրոցներում քաղաքի աշխատել եմ, բոլոր աշխատել եմ վրացական դպրոցում 8 տարի, աշխատել եմ Թումանյանի անվան դպրոցում 52-ից 60 թիվը, աշխատել եմ Դեմիրճյանի դպրոցում 66-ից մինչև 71 թիվը, ու հետո Սովետի բլելուց հետո, երբ ուսուցիչները աշխատավարձ չէին ստանում թողին հեռացան դպրոցներից, այդ կրիտիկական պահին ինձ կանչեցին դպրոց, ես թոշակառու էի արդեն։ Ես վերադարձա դպրոց 15 տարի նորից աշխատեցի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 4-րդ դպրոցում։ Աշխատել եմ ինտերնատում 61-ից 65 թվերին եւ վերջապես բոլոր դպրոցներում իմ ամակը եղել է։ Բոլորից հայտնում եմ իմ խորին շնորհակալություն, բոլորից։ Իսկ հիմա ինչ եք պատրաստվում, ինչպես աշխատությունների Ես աշխատում եմ նոր վեբի վրա, որը կոչվում է Աքսորիալը, մոտավորապես 200 էջի սահմաններում։ Նույնը ես աշխատունակ եմ, աշխատում եմ դեռ։ Մենակ տպագրության հարցը դժվար հարց է։ Իսկ ինչ խնդիրների հետ է կապված տպագրությունը։ Ֆինանսական ուրիշ ինչ խնդիր։